Խոհանոցում պետք է լինել լավ տրամադրությամբ, պետք է լինել զվարթ, որովհետև շատերը բազմիցս ասել են, որ այո, որևէ բան պատրաստելիս ի սկզբանե դու պիտի լինես հոգով խաղաղ ու երջանիկ, որպեսզի պատրաստածը լինի համեղ եւ գերող դիմացի։ Հաճախ ես լինում խոհանոցում։ Եթե ունեմ հնարավորություն։ Ուրախ տրամադրությամբ եւ այն ամեն ինչ, ինչը նշեցիր, արկա է քեզ մոտ լինում։ Այլ կերպ պարզապես հնարավոր չէ։ Հայ, ճիշտ ասա։ Մաքսիմալ հիմա ես անկեղծ եմ եւ ես թվարկածս բոլոր հատկանիշներով մեզ է միացել մեր հրաշք գործընկերուհին, ողջունենք Անուշին, միայն պետք է տեսնեիք, թե նա ինչպես է պարզապես վայելում երաժշտական ռիթմերը, իսկ մենք սմբուկի բույրն ենք վայելում, Անուշ, բարի լույս։ Բարի լույս սիրելի գործընկերներ, բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, այո, ես արդեն սկսել էի այստեղ տապակել սմբուկը, որով պատրաստելու ենք հայկական մեր բոլորին հայտնի ռոլերը, ինչպես ասում են, փաթաթուկները սմբուկով, բայց մատուցման մեկ այլ տարբերակով։ Այո, մենք այսօր հայկական ավանդական ուտեստների մասին մի փոքր անդրադարձել ենք եւ Անուշը այսպես որոշել է հետ չմնալ։ Հայկական թեմաներից, այո, հայկական թեման շարունակվում է խոհանոցում։ Իդեպ տեսակ որքան գեղեցիկ էր հարսանիքը ավանդական կազմակերպված եւ շատ, իսկապես որ շատ։ Երանի քեզ, որ դու այնտեղ էիր եւ այդ ամենը տեսել ես։ Այո, որովհետեւ ես նույնիսկ չգիտեի, որ նման միջոցառում կա եւ անցկացվում է։ Եվ չեք պատկերացնի ինչ շունչ կար այնտեղ, ուղղակի աննկարագրելի էր։ Իսկ ինչ նորություններ բացահայտեցիր քեզ համար այնտեղ։ Հիմա կասեմ, ձիթայուղ ավելացրեցի, դնենք սմբուկը թող տապակվի, ես ընդամենը 2 հատիկ թողել եմ, որ ինչ հետաքրքիր մի փաստ կա այստեղ, որ ուզում եմ բոլորի ուշադրությունը գրավեմ։ Ես աղ չեմ անում սմբուկին, դա սովորել եմ իդեպ մեր խոհարար ֆուդբլոգեր Աբրահամ Գասպարյանից, մի անգամ մենք միասին պատրաստել ենք մեր հաղորդման շրջանակներում, որպեսզի ջուրը դուրս չգա, պետք է առանց աղ սմբուկը ուղղակի տապակել, հետո մենք աղը կավելացնենք հենց այստեղ։ Եվ ընդհանրապես եւ խոհանոցն է մաքուր մնում եւ դուք եք մաքուր մնում։ Իսկ դառնությունը չի մնա այդպես, եթե աղ չավելացնենք։ Համեղ է, դառը չէ, ես փորձել եմ, ինձ դուր է գալիս անկեղծ ասած։ Հեսա մենք կփորձենք, Անուշ։ Հիմա անցնենք հարսանիքին։ Շատ հետաքրքիր, իհարկե կան բաներ, որոնք որ պահպանվել են, ափսեն, կոտրելը, լավաշը, մեղրը եւ այլն, բայց շատ հետաքրքիր հագուստից սկսած, օրինակ թուրը, որը ունեցել է ուղղակի պաշտպանելու խորհուրդ, հա, որպեսզի ինչպես ասում են, ազաբաշին պետք է պաշտպանի հարսին ամբողջ օրվա ընթացքում եւ այնտեղ մի քանի ազաբաշիներ կային, ոչ թե մենակ մեկներ, այլ ամբողջ մի ընկերական խումբ եւ հետաքրքիր էր խաղերը, խաղերի միջոցով էին ընտրում օրինակ ազաբաշուն, այդպիսի հետաքրքիր շատ բաներ կար, որ մենք չէինք իմանում, այդպես Մի ամբողջ պատմությունը մի խոսքով հայկական Բայց կարելի է մյուս տարի գնալ, տեսնել եւ հասկանալ, թե որ ավանդույթն է, որ մենք բաց ենք թողել եւ կարող ենք օրինակ ներառել։ Ու եթե հետևենք այդ մարդկանց գործունեությանը, ապա իսկապես կհասկանանք, որ տարվա մեջ մի քանի անգամ են լինում նման ավանդական արարողակարգերով հագեցված հարսանիքներ, պարզապես պետք է լինել տեղեկացված, գնալ բացահայտել ու Այո, իդեպ տարբեր գյուղերում տարբեր ծիսական միջոցառումներ են այսպես իրականացվում նրանց կողմից եւ գնալով ավելի շատ մարդիկ են ներգրավում եւ դա իհարկե ողջունելի է։ Ու ինչն էր հետաքրքիր, հյուրերը ովքեր եկել էին, բոլորը ինչ որ հայկական հետաքրքիր նախշերով, ամեն մեկը մի դետալով ավելացրել էր, այդպես։ Բայց այդտեղ շատ մի կարևոր բան մենք բացահայտեցինք, որ հինան դա ոչ թե հնդկական ավանդույթ է, այլ հայկական, բայց իսկապես այդպես է։ Այո, իսկապես այդպես է եւ աղջիկները երիտասարդ բոլորը այդպես գեղեցիկ զարդարել էին իրենց ձեռքերը ու ասում են, որ դա այո հնում հայերը բոլորը այդպես են արել։ Եվ ինչն է հետաքրքիր, հարսը ուներ մի տիկնիկ, որը կարում է կամ տատիկը կամ ուղակի վարպետը կարում է եւ տալիս է հարսին ու հարսը իր հետ տանում է օժիտ այդ տիկնիկին, որպեսզի երբեք չբամբասի իր նոր ընտանիքից, այսպես ասած, եւ ինչ որ մի փոքր ուզում է բողոքել, տիկնիկին վերցնում է, բողոքում է, դնում է մի կողմ եւ հանգստանում է այդպեսի։ Պետք է փորձել, արդյոք կստացվի թե ոչ։ Լավ, մենք վերադառնում ենք մեր սմբուկի փաթաթուկներին այս պահին եւ հասկանանք, թե ինչ մթերքներ են հարկավոր մեզ փաթաթուկների համար։
Ուրեմն մենք ունենք սմբուկը բնականաբար, սամիթը, կաթնաշորը, թթվասեր, ընկույզ եւ լոլիկ։ Լոլիկը նորություն է։ Այո, լոլիկը պետք է ուղղակի փաթաթելու ժամանակ լոլիկ ենք դնելու եւ շատ գեղեցիկ կստացվի։ Արդեն վերջնական մատուցման ժամանակ։ Այո։ Այդպես հիմա խառնենք Եթե վերադառնանք ավանդական հարսանիքներին, ապա այո, սեղանները առատ են, ունենք ավանդական ուտեստներ, բայց շատ հետաքրքիր մի բան կա նաև կապված հարսի բարի հետ։ Ստված պետք է ասես սմբուկի փաթաթուկների։ Դեռ ոչ, սմբուկի փաթաթուկների հետ կապված եթե կա իհարկե որոշակի ավանդական։ Բայց սեղանին միշտ լինում է։ Ոչ, այնտեղ ղափամա էր։ Այդ օրը բոլորին հյուրասիրեցին ղափամա։ Բայց հարսիպար ունեցել է շատ կարևոր մի խորհուրդ, ժամանակին իհարկե բոլորս գիտենք, տևում էր 7 գիշեր հայկական ավանդական հարսանիքները եւ 3-րդ կամ 4-րդ օրը շաբաթվա մեջտեղում մեր հարսը ներկայացնում էր իր ավանդական հարսիպարը եւ դրանից հետո միայն փաստորեն նա համարվում էր ամուսնու ընտանիքի լի իրավանդամ։ Մինչ այդ նա պարզապես հարսի կարգավիճ։ Այո, եւ դա եղել է սահմանագից, որից հետո ընտանիքը գրկաբաց նրան ընդունել է եւ նա համալրել ընտանիքի գեղեցիկների շարքը։ Շատ հետաքրքիր է։ Խորքային ինչ-որ մտածողություն է եղել մեր Եվ կարևոր չի դու սիրում ես պարել, թե ոչ, պետք է պարես, որպեսզի լիիրավ անդամ լինես։ Ավանդույթը այդպիսին էր, այո, ժամանակին։ Իդեպ վերջին պարը հարսանիքի մոմերով պարով են ավարտել բոլորը եւ դա խորհուրդ ունի եւս այդ լույսով նորապսակները գնում են իրենց տուն։ Շատ հետաքրքիր է, չէ՞, եւ գեղեցիկ պատկերացնում։ Բայց շատ գեղեցիկ, այո։ Այո, բոլորը եւ ոչ թե ուղակի բարի գիշեր բարեկամները երկում, այլ երբ տեսնում են արդեն մոմերով պարը կա, ուրեմն դա վերջին պարն է, արդեն։ Այսա պետք է հիշել։ Այսա շատ կարեւոր եւ հետաքրքիր պահ է, որ կարելի է օրինակ իրականացնել։ Ժամանակակից հարսանիքներում նաեւ նույնպես։ Մի պատեսարանը, որ պատկերացնում ենք, հասկանում ենք որքան հեքիաթային ու գեղեցիկ է։ Բայց բոլորին պետք է նախապես զգուշացնել, որ մոմերով պարը դա նշանակում է, որ պետք է գնալ։ Թողնում ենք զույգին, նրանք լույսը տանեն իրենց օջախ, մենք էլ գնանք եւ ավարտենք հարսանիքը։ Կանաչին կտրատված է։ Ավելացրեցի այստեղ սամիթը։ Թթվասերի եւ սմբուկի հետ մի տեսակ ուրիշ կանաչի նույնիսկ չես էլ պատկերացնում, չէ՞, բացի սամիթից։ Այո, կարող են, բայց համեմ ավելացնել։ Կարող ենք, բայց միշտ բոլորս ավելացնում ենք սամիթը։ Այո, ճիշտ է։ Սկսում ենք մանրացնել ընկույզը։ Այո։ Իդեպ սա ես պատրաստում եմ նաեւ ֆետա պանրով։ Շատ համեղ կլինի, այո։ Ուղղակի մենք այսօր կաթնաշորի եւ թթվասերի փոխարեն օգտագործում ենք ֆետա պանիրը։ Ֆետա պանիրը ընկույզով, էլի տարբեր կանաչիներով։ Հայկը հարցնում է, որովհետև այսօր երեկոյան նա է պատրաստելու։ Սկսում եմ մտորումների մեջ ընկնել եւ հասկանալ ինչ կարելի է պատրաստել այսօր երեկոյան։ Դրթում ենք նրան, դրթում ենք։ Լավ քայլերի։ Իդեպ երեք պատրաստել էի այստեղ լոլիկներ։ Լոլիկը լցոնած էր սմբուկով, լոլիկը լցոնած էր սպանախով եւ պանրով ու գնացի տուն եւ արագ պատրաստեցի նորից, այնպես որ իրականում այստեղ երբ որ ինչ-որ բան ես պատրաստում, իսկ ինչու ոչ, շատ արագ էր տանը արագ գնանք պատրաստենք, այո։ Աղա ավելացրեց, աղա ավելացնում եմ արդեն այստեղ։ Վերջում։ Այո, տապակելուց հետո նոր աղա ավելացրեց։ Սա հիշենք, սիրելի հեռուստադիտողներ, պետք է նշել, որ խոհանոցում լինում ես ուրախ, զվարթ ու երջանիկ նաև այն դեպքերում, երբ սպասում ես հրաշալի մարդկանց։ Եվ ինչու ոչ այսօր երեկոյան, եթե ազատ ենք, օգտվենք առիթից եւ ունենանք հետաքրքիր ընթրիկ ընտանիքի անդամների կամ գուցե ընկերների միջավայրում։ Պետք է խոստովանենք բոլորս, որ նաև հյուրընկալելով այդ ընկերներին կամ ընտանիքի անդամներին, երբ լինում ես խոհանոցում երկար ժամանակ, հոգնում ես, չէ՞։ Նաև։ Ես մի այլ բան եմ հասկացել։ Ուրախ զվարթ լինում ես, ես հասկանում եմ, բայց հոգնում ես, չէ՞։ Գուցե անուշը կփաստի, բայց երբ պատրաստում ես, իհարկե ֆիզիկապես կհոգնենք, բայց ախորժակը էլ մի տեսակ ոչ թե փակվում է, այլ չես կարողանում հագեցած ես քեզ զգում, որտեղ դու ես պատրաստել այդ ամենը, մի փոքր փորձել ես ամեն ինչից, նայ մանուշ ընդհանրապես չի փորձում, որովհետև ախորժակ է պահում, ես էլ փորձում եմ չգալ խոհանոց ընդհանրապես, չմտնել խոհանոց ընդհանրապես։
Ես ասեմ, երբ պատրաստվում եմ, գուցե ոտքերս մի քիչ հոգնեն, բայց իրականում հոգեպես չեմ հոգնում։ Ես ուղղակի սկսում եմ հաշվել, ահա, այս մի ուտեստն է պատրաստ է, հիմա այս մեկը կավելացնեմ, այս մի աղցանն է պատրաստ կլինի ու սովորաբար, երբ հյուրեր եմ ունենում, միշտ ասում եմ քիչ կլինի, մի ուտեստ էլ ավել, մի աղցան էլ ավելացնեմ ու այդպես երբեմն 4-5-6 աղցան եմ պատրաստ։ Ուտեստները պատրաստ է։ Այո։ Ու հենց հաջորդում ասում ենք ինչ անենք մնացած մթերքները, մնացած ուտելիքը։ Հայ, ընդհանրապես չեմ սիրում ուտելիք եւ մթերք, այսպես ասենք, սառնարանից բացել եւ թափել եւ այդ իսկ պատճառով մյուս օրը, եթե այդ օրը ես մի բան պատրաստել եմ, մյուս օրը ընդհանրապես ոչինչ չի պատրաստում։ Մինչեւ չուտեք երեկվա չի պատրաստվի նորը։ Լավագույն տարբերակը սիրելի կանայք ու աղջիկներ Լուսինե Թովմասյանի կողմից, ուր հասանք մոտենում ենք վերջին, թե դեռ անելիքներ շատ ունենք։ Ես սխտորը շատ քիչ եմ ավելացնում, ուղղակի մի փոքր համ տալու համար։ Բայց արդեն ով ինչպես կցանկանա կարող է անել։ Մեկ փոքր սխտորի կեսն եմ ավելացնում։ Ահա։ Եվ խառնում ենք։ Ու հիմա կսկսենք ամենահետաքրքիրը։ Թե ինչպես ենք փաթաթելու։ Դետալային մանր աշխատանք։ Ընդհանրապես միայն ընկույզով, առատ ընկույզով, սխտորով եւ սամիթով են փաթաթում։ Բայց անկեղծ ասած ես սիրում եմ այսպես, իմ մայրիկի պատրաստած բաղադրատոմսով, որը միշտ դեպի մանկություն է տանում այս համը։ Հա, միջուկը իսկապես շատ ախորժալի տեսք ունի արդեն, բայց այս լոլիկը նորություն է եւ տեսնենք թե ինչպես է այն օգտագործելու Անուշը։ Այսպես բարակ է, մի փոքր, այո։ Ահա։ Շեղ այսպիսի լոլիկներ ենք ստանում։ Կրկին հիշեցնենք, որ լոլիկը պարզապես ձևավորման համար է, բայց նաև ընթացի կարող ենք օգտագործել։ Համի, այո, բայց լոլիկը նաև շատ համեղ համ ունի։ Եվ շատ օգտակար է միջայլոց։ Չէ, սկզբի տեսքի համար պարզապես։ Չէ, ուղղակի սա նորություն է կարծեմ Անուշի կողմից եւ Անուշը միշտ ինչ-որ նորությունն է այսպես ավելացնում իր կողմից, ձեռագիր է ավելացնում, լավ, այսպես ասենք։ Փաթաթելու պահն է։ Ինչ ենք անում, այսպես լոլիկը դնում ենք և տեսեք որքան գեղեցիկ է ստացվում։ Որպես ես չգիտեի, որ լոլիկը պետք է լինի մեջը, ես գիտեի պարզապես ափսեի կողքին դրված է լինելու։ Եվ այդպես բոլորը։ Շատ շարժումներով կարողանում ես բայց շատ արագ ստացվեց Անուշ քեզ մոտ։ Դե իհարկե։ Միգուցե դա քեզանից է։ Իրականում սմբուկը տապակելն է այստեղ միակ երկարատև աշխատանքը, մնացածը շատ արագ է։ Իդեպ ես տոլման էլ շատ արագ եմ փաթաթում։ Ուրեմն Անուշի, լավ, եկեք խոստովանենք, որ Անուշից է այդ արագ շարժումների շնորհիվ շատ արագ է ստացվում նրա մոտ ամեն ինչ եւ թվում է թե դու էլ կգնաս տուն եւ արագ այդ շարժումներով քեզ մոտ է կստացվի, բայց ավաղ ոչ։ Իսկ դրա համար ինչ պետք է անել։ Պարզապես պետք է փորձել։ Չպատրաստել, միշտ Անուշի պատրաստածը փորձել։ Սկզբում տանիքդ քեզ համար, հետո ընտանիքի ամենամտերիմների համար, հետո նոր արդեն հրավեր, ընկերներ, բարեկամներ։ Դրա մասին չի խոսում։ Մի տեսակ ես տրամադրված եմ այսօր, զգում ես։ Զգում եմ։ Հետաքրքիր երեկո ունենալու Ես մի բան մտածեցի նոր։ Եկեք փոխենք մեր մատուցման ձևը, նաև ոչ թե այսպես դնենք, տեսեք ինչ գեղեցիկ։ Կանգնացրեց, չէ՞, այսպես։ Այս ուղիղ այո լինեն, որպեսզի գեղեցիկ լինի։ Ավելի, որովհետև գույները ավելի շատ արտահայտիչ են եւ ավելի լավ են երևում։ Եվ այսպես պահիտակ ծնվող մտքերը արդեն հետո կարող են դառնալ հեղինակային այսպես մտահղացումներ խոհանոցի հետ կապված եւ միշտ խնդրում եմ Անուշ դու մատուցես այդպես ու դու կլինես քչերից մեկը կամ միակը որ այս նախուտեստը կմատուցի։ Ես արդեն մտածում եմ թե որքան շատ են այն ուտեստները, որոնք որ ես իսկապես տանը պատրաստում եմ եւ դա նորություն է լինում իմ ընտանիքի անդամների համար եւ բոլորը ասում են օ ինչ համեղ է ու ես միշտ ասում եմ այո, որովհետեւ Անուշի պատրաստածով եմ փորձել անել։ Ահա։ Կփորձենք, կվայելենք, կգնահատենք ամենակարևորը։
մեր գործընկերոջ աշխատանքը։ Րոպեներ անց մենք այն հնարավորություն կունենանք համտեսելու։ Ես կարող եմ ավելի արագ հիմա։ Չէ, ավելի արագ պետք չէ Անուշ, ավելի արագ հավատա պետք չէ, արդեն սա բավականին արագ է։ Ես մի ընկերուհի ունեմ, ով Ռուսաստանում է ապրում եւ ազգությամբ ռուս է։ Եկել էր այստեղ եւ առաջին անգամ երբ պատրաստեցի, ասեց, «Օ, սա հայկական սուշի է»։ Եվ հիմա մենք մեր տանը ասում ենք ուղղակի հայկական սուշի։ Տեսքը գեղեցիկ, բույրը ախորժաբեր, դե համի մասին կարող ենք չխոսել։ Եվ բաղադրիչներն էլ գիտես, շատ օգտակար, պետք է ասեմ։ Դե իհարկե։ Օրինակ իմ երեխաները կաթնաշոր չեն ուտում, բայց այս ձևով աղցանը իրենք անպայման համտեսում են։ Կարողանում ենք խաբել երեխաներին։ Կարծում եմ այսքանը եւ վերջում մենք կարող ենք ուղղակի մի փոքր այստեղ ընկույզ թողեցի, որպեսզի այսպես ընկույզը երբեք շատ չի լինում։ Ավելացնենք մի փոքր ու վերջ։ Ուտեստը պատրաստ է։ Վստահ եմ բոլորը մեր հեռուստադիտողները եւս կհիշեն, այսօր կպատրաստեն, բայց մի փոքր փոփոխված տարբերակով։ Եվ ամեն անգամ պետք է չմոռանալ նշել, որ այո, եթե փոփոխված տարբերակն է, ապա դա Անուշինն է։ Իհարկե, միանշանակ։ Մնում է ասել Անուշ լինի եւ համեցեք համտեսելու։ Շնորհակալություն, շնորհակալություն Անուշ, այո, այսօր Անուշը խոհանոցում կախարդեց եւ պատրաստեց սմբուկով փաթաթուկները, այսպես կարող ենք նշել նրանց։ Շնորհակալություն եւս մեկ անգամ։ Իսկ մենք շարժվենք առաջ։ Այո, կվայելենք երաժշտական ռիթմեր, այդ ընթացքում գնանք եւ գնահատենք, խնդրեմ։ Գնացինք։